Բարի օր, ինչպես ամեն շաբաթ օր, այսօր եւս Հանրային ռադիոյի եթերում Հանրամեդիայի հերթական թողարկումն է։ Այսօր ես իմ գործընկերներից ինչպես ամեն օր, ամեն շաբաթ նկատի ունեմ, ամեն շաբաթ օր մենք զրուցելու ենք խնդիրներից, որոնք կապված են մեր մեդիայի հետ, առավելություններից նաև, որ ունի մեր մեդիան, եւ այսօր իմ գործընկերներն են, իմ միգուցե համախոհներ ընթացքում կերևա, միգուցե հակադարձողներն են Հասմիկ Համբարձումյանը, Փաստերի ստուգման հարթակի խմբագիր եւ Գեղամ Վարդանյանը, Մեդիա-Էմի գլխավոր խմբագիր, ես Լևոն Սարդարանն եմ, հիշեցնեմ հանկարծ, եթե որևէ մեկ մոռացել է, հիմա նախ շնորհակալություն, որ ժամանակ գտաք, ես խառը ժամանակահատվածում նախընտրական քարոզչություն, փաստեր եք ստուգում, համադրում, այդ թվում նաև ինձ եք մեկ-մեկ կշտամբում, կշտամբում, այս կամ այնպես չասելու համար։ Հիմա տեսեք, ես ուզում եմ այսօրվա հարցազրույցը բաժանեմ երկու մասի, ժողովուրդ։ Մաս առաջին։ Տեսեք, շաբաթվա ընթացքում գոնե իմ աչքը ցակած լրատվական, այսպես բադիկ ասեմ, թե հիմա կարող է հաստատվի, որ դա այդպես է։ Մոտավորապես այսպիսի բովանդակություն է Շինուհայրի դպրոցի վրա աշխատող ադրբեջանցիները վթարի են ենթարկվել եւ սա բավական մեծ տարածում գտավ նախ լրատվամիջոցներում, երկրորդ հերթին արդեն սկսեցին սկրիներով, որ ախր դա այդպես չի, էս չի, ինչի ախր էս ինչ է կանում եւ այլն։ Հիմա հարցից իմաստը հասկանալի է, որ սա նպատակային քաղաքական որոշակի ենթատեքստ ունեցող պնդում է, ձևակերպումը նկատի ունեմ։ Հիմա լրատվամիջոցները իրենք իրենցով այս շրջանում, այս շրջափուլում պիտի այսպես ավտոմատ տարածեն այն ամբողջ տեղեկատվությունը, որ գալիս է քաղաքական ուժերից, կապ չունի իշխանական, ընդդիմադիր, այլընտրանքային, թե այնուհանդերձ պետքա մասնագիտական էթիկայի նորմերին հետևելով փաստը ստուգեն, համադրեն, նոր գնան հրապարակման տարբերակով։ Ով ավելի տենց դուխով ասեք։ Դուխի հարց չկա, ուղղակի ես ասեմ, որ ես կողմնակից եմ լրագրողական էթիկայի եւ ինքնակարգավորման ֆունկցիաների պահպանմանը, սկզբունքների պահպանմանը եւ ես օրինակ որպես լրագրող այդ լուրը չէի հրապարակի եւ անպայման կստուգեի մի քանի աղբյուրներով ինչը մեր լրատվամիջոցը արել է եւ այսօր կարծեմ կհրապարակենք մենք բարձել ենք որ նրանք Իրանի քաղաքացիներ են եւ եթե այդուհանդերձ լինեին նույնիսկ ադրբեջանցիներ Կոպիտ ասած հյուսիսային շրջանների բնակիչներ են, ադրբատականի բնակիչներ, թուրքախոս Սահմանային շրջաններում այո այդ ազգությամբ բնակիչներ ապրում են եւ նրանց համար դժվար չէր գալ Սյունիք աշխատել ուղղակի այս լուրը տարածողները հատուկ նպատակով են տարածել հանրության այս շրջանում հանրության էմոցիաների վրա խաղալու համար չգիտեմ ես կողմնակից եմ լրագրողական սկզբունքների պահպանմանը եւ ներքին ինքնակարգավորմանը որ առանց ճշտումների, առանց ստուգումների, առանց ապացույցների որևէ տեղեկություն չհրապարակվի։ Ներքին ինքնակարգավորում ասելով ենթադրում եմ նկատի ունես, որ մարդը ինքը իրան կարգավորում։ Չէ, լրատվամիջոցը ունենա ներքին էթիկայի կանոններ, դե գիտեք, քանի լրատվամիջոց գիտեմ, որ ասում են մենք ունենք ներքին էթիկայի կանոններ, ու այդ էթիկայի կանոնները հերթով խախտելով նպատակային է, որ առավոտ ասենք ում են պասատ, 10-ել առավոտից մինչև երեկոյան ժամը 22:00 ենթադրենք խախտելով հերթով գնում, ժամը մի հատ։ Ես հետևել եմ այդ լուրը, կարդացել եմ, բայց բաց եմ թողել սկզբնաղբյուրը, ով էր առաջինը տարածել։ Առաջինը տարածել էր մի լրատվամիջոց, որը հողում էր արել տեղի բնակչին։ Այսինքն որևէ հստակ ինֆո, այսինքն կասկածելիության բաներ կային էլի։ Ես իմիջիալս գիտեք ինչ հիշեցի, ես հիշեցի
6 թվականների, եթե չեմ սխալվում, չէ, ներողություն, 15 թվականներ, մեր գործընկերներից մեկ այսպեսի մի տեղեկատվություն էր տրամադրել էլի մեր գործընկերներից մյուսներին, որ գիտեք ինչ կա տավուշում երեխաներից մեկ, որ երեխան դասի չի գնացել, ես լավ հիշեցի, այտենց բաներ էլի։ Դասի չէր գնացել, հետո որ հարցրել էին, բա ինչի դասի չես եղել, ասpa վախեցել պահկվել էի, որովհետև ես մի հատ դիմակավորված ադրբեջանցի հատուկ ջոկատայինի տեսա, որը պահկվել էր մեր այն ժամանակ հա, այն ժամանակ էլ բաներ էլ այնտեղ դպրոցները այնքան էլ բարեկարգ չէին, միգուցե հիմա էլ այդպիսինները կան, տուալետը դրսում էր զուգարանը, հա, ինքը այնտեղ էր պահկվել, ես որ մոտեցա զուգարանը, ինքը այնտեղից դուրս եկավ, հետ ունդեղ 1.5 մետրանոց, մի հատ 2 մետրանոց, չոր ցանկապատի վրա թռավ, փախավ, բան եւ այլն, մանկական երևակայություն։ Այդ լուրը գնաց մեր լրատվամիջոցները։ Ես ուղղակի հիշեցի զուգահեռ որպես։ Դե ես կարող եմ հիշել Կարբիի հրեշին, հիշում եք Կարբիի հրեշին, որ ոնց էր տարածվում, որ Կարբի գյուղում հրեշ կա։ Իմիջիալից ես այդ հրեշի հետ ծանոթացա, շատ հետաքրքիր բան էր։ Որը կենթանի էր, հա։ Եվ այդպես տարածվում էր, հետո տարածվեց, որ ընդհակառակը որ ընդհանրապես ուրիշ պատմություն։ Մարդեր, որը ուներ հոգեկան առողջության խնդիր, եւ այդպես տարածվել էր մեդիայով, որ այդ մարդը որպես հրեշ էր ներկայացում։ Եթե ավելի հետ գնանք, կհիշենք հայկական լրագրության պատմության ամենատենց հետաքրքիր դեպքերից մեկը Գաֆեսճան թանգարանի դիմաց հռոմեացի զինվորի անդամը պոկելու պատմությունը։ Երբ որ Հայաստան-Իտալիա խաղից հետո, որ իտալացիները մեզ հաղթեցին 3-1 թե 3-2 հայ Երևանում, խմբագրությունները էլեկտրոնային նամակ էին ստացել 13 թիվներ, այնց ագին հին բան եմ ասում, որտեղ ասվում էր, որ ակնհայտ հումորային, ակնհայտ սատիրիկ բովանդակության, որ ուր են հասել մարդիկ ատում են արձաններին, հիմա էլ վանդալիզմ է եղել եւ փոկել են հռոմեացի զինվորի կամ արձանի մասերից մեկը, ըստ դեպքում անդամը։ Եվ խմբագրություններ տարբեր բավական հարգված ուղղակի վերահրապարակել էին այդ էլեկտրոնային խմբագրություններ, որոնք կենտրոնում են աշխատում, այսինքն 3 րոպեում կարող էին գնային ստուդիային տեղումա թե չէ։ Տարբեր ձևեր կա գնաց ստուդիա հռոմեացի զինվորը շարունակում ամենալ տղամարդ թե այնքան էլ չէ։ Կենտրոնություններին շատ հեշտ է գտնել մեկին, որը կենտրոնում մոտ կա մի խոսքով, ընդ որում հետո որ կարդայի քերքումները շատ ավելի զվարճալի է։ Հիմա ասածս ինչ է լուրը ստուգելը առաջին քայլն է, որ անում են մեր գործերից մեկն է լուրի վերնագիրը, լուրին կոնտեքստ տալը, լուրը տարածել է երկրորդ եւ ասենք խորացված քայլերի մեջ է եւ ոնց որ ասած բեքգրաունդ տալը թե ինչի է այդպես եղել, ինչ կապ ունի, դա ընդհանրապես ինչ են անում ազգությամբ ադրբեջանցիները շին ու հայրում, դա ընդհանրապես որ sense կետերով գնանք, եթե գնանք նարատիվներով ինչի է վերնագիրը լինում, որ ազգությամբ ադրբեջանցի նախ այդտեղ ընդհանրապես այդ վերնագրում հարցեր կա, ինչ է շեշտում ազգությունը, ինչ է շեշտում սեռը եւ դա ինչ խոսացնում էթիկայի տեսակետից։ Բայց եթե գնանք կետերով ինչ է շեշտվում, որ ադրբեջանցի է ազգությամբ, ոթարի ենթարկվողները որպիսի ինքը աջակցի այն խոսույթին որ որոշակի թվով ադրբեջանցիների գալու են Հայաստան եւ այսինքն մենք անվտանգային որևէ բան չունենք, երաշխիք չունենք, որ այստեղ արդեն վխտում են, տեսեք, արդեն հարբած նստում են մեքենայի ղեկին։ Եթե խորացնենք այդ խոսակցությունը եւ հասկանանք այդ շերտերը բացեք, ինչ էին անում այդ մարդիկ այնտեղ, կտեսնենք հրապարակողը, որ այդ խոսույթին աջակցելու համար հրապարակվում է ըստ երևույթին այդպես է երևում, կհասկանանք, որ կտեսնենք, որ այդ մարդիկ այնտեղ են, որովհետև շինարարություն են անում։ Իսկ ինչի են շինարարություն անում, որովհետև Իրանը որոշակի տենդերներ է կնքել հյուսիս-հարավ ճանապարհի համար եւ այնտեղ աշխատում, ով որ գնացել է Մեղրի վերջին 1 տարում կամ ավել, տեսած կլինի իրանական շինարարություն։ Այդ իմաստով ագարակից մինչև Քաջարյան կարելի ասել, որ այնտեղ այդպես վխտում են եւ հարցը ինչն է, եւ այդ նույն խոսույթներին, այստեղ հակասությունների դիսոնանսի մասն եմ ասում, կոգնիտիվ էլի, նույն խոսույթը տարածողը եւ իր աջակցողը եւ քաղաքական շրջապատը աջակցում է մեկ այլ թեզի, որ Իրանի հետ հարաբերությունները վատ են եւ ընդհանրապես մի օր կգա եւ Իրանը մեզ կպատժի մեր ոչ
մեզ բոլորը պատշուն են, չէ։ Ոչ այդքան տենց կոմպլեմենտար պահվածքի համար եւ ասենք այդտեղ դիսոնանս է առաջացնում, էլի, այսինքն ոնց որ թե եթե այդ շերտերը բացի կստացվի որ իր այդ խոսույթի մյուս կողմը ընդհանրապես կքանդվի որտեղ ոնց որ թե Իրանը լավ էլ այնտեղ աշխատում է, պետական պատվեր է ստանում, նույնիսկ եթե մասնավոր ընկերություն է, բարձր որ մասնավոր ընկերություն Իրանը չի կարող այդ հենց այնպես գալ եւ աշխատել եւ այլն, շատ ծավալուն աշխատանք է գնում ու շատ արագ աշխատանք է արվում, որովհետեւ Իրանի Իսլամական Հանրապետությանը իրականում ճիշտ այնքան ինչքան մեզ այդ ճանապարհը ահավոր պետք է Այնտեղ իրականում այդ ճանապարհի ամբողջ երկայնքով տարբեր երկրներ տարբեր տենդերներ ունեն շատ, բայց ասենք ժանրի տեսակետից երբես որպես լուր նայենք կարող ենք իրեն գնահատել որպես վատ ձևակերպված եւ քարոզչական նպատակների համար ակնհայտորեն ձևակերպված լուր առանց բեքգրաունդի առանց լրացիչ մանրամասների եւ չհիմնավորված իրեն այդպես արագ տարածելու անհրաժեշտությունը եւ հետո կարող ենք ես չեմ հետեւել գուցե կարելի հետեւել այդ նույն խմբագրությունը կամ լրատվամիջոցները ոնց են հետո զարգացել այդ լուրը արդյոք տվել են այն ինֆորմացիաները որոնք ես շատ լրագրողների համար հետազոտողների համար այդպես բաց ինֆորմացիան եւ պարզ է թե ինչ է կատարում բայց եթե չունեն այդ ինֆորմացիան խմբագրական աշխատանք տարվել է խոսել են մասնագետները պարզել են տվյալները տակը թվեր դրել են թե չէ եւ որպեսի հաղորդակցում ես Քոլոսյանին, այդ հաղորդակցությունը լինի բաց, ազնիվ եւ Քոլոսյանին օգնող, ոչ թե մանիպուլյատիվ եւ շեղող։ Ես կներեք ձեր քարոզչական քարոզչության շարունակության հետ կապված ուղղակի հաստատեմ, որ 3 գիշերը հենց ընդդիմադիր քաղաքական ուժերից մեկը այդ լուրի հիման վրա կառուցեց իր քարոզչական թեզը 300,000-ի եւ շատ տարածվեց դա եւ այդ պատճառով մենք որոշեցինք անդրադառնալ այդ հրապարակմանը մենք եթե նկատել եք այդ 300,000-ը սակրալ թիվ է դառել, չէ՞, հիմա քաղաքական հայտարարվեց որ 300,000-ից արդեն պակասեցնում են եւ ավելի թիվ ասում անդիմություններ, բայց տարբեր բաների մասին, բայց այդ 300,000-ը ամփոփող կամանում, այսինքն անդադ խոսեիտում կա։ Դե ընդհանրապես 3-ն է սակրալ թիվ, այսինքն եթե օրինակ մենք էլ չգիտես ինչ է այդպես, եթե ասենք ինչ-որ թեմա պետքա հետազոտենք, պետքա վերցնենք 3 կայք օրինակ, այդ կայքերի որոշակի թիվ, չգիտես ինչի 3-ի վրա կան։ Դե հաստատ երրորդն է սիրում, դա չէ, քրիստոնեական ակունքների մասն է։ Երրորդությունը։ Հիմա տեսեք, ուրիշ օրինակ կա, որը ճիշտ է, այս շաբաթ չի առաջացել, կոպիտ ասած մեջտեղ չի եկել, ինքը ասենք արդեն ունի, եթե չեմ սխալվում, մոտ 2 շաբաթվա պատմություն հակառակ իրականությունը տանք, երբ կա վեդիում մանկապղծության դեպք, հա, ակնհայտորեն հաշմանդամություն ունեցող աղջիկ երեխաների մասին է խոսքը, այս դեպքում պիտի շեշտվի, հա, սեռը։ Դպրոցի տնօրենը ժամանակին բողոքել էր, դու միասակրեական գործեր հարուցվել, բայց այնպես սուսիկ-փուսիկ այդ ամեն ինչը եւ այլն, եւ այդ ամեն ինչը այդքան արձագանք հանրային չէր ստանա, եթե չլներ լրագրողի աշխատանքը, այսինքն լրագրողը, որի գործունեությունը շատ տարբեր ձևով են մեկնաբանում, այստեղ իմ գործընկերն է, նաև կարելի ասել դրկից հարևանն է, շատ երկար բարակ չպատմեմ այդ մասին, բայց շատ տարբեր են գնահատականները, բայց այս դեպքում ստացվեց, որ այս մարդու աշխատանքը բերեց նրան, որ մի շարք պատասխանատուներ, պաշտոնյաներ, իրավական համակարգում աշխատող, սկսեցին հերթով, այն արտահայտություն կաճում, սկսեցին գլուխներ թռնել, հա, բայց ինչ է կարել այսքան ժամանակ։ Պաշտոնանկություններ եղան նաև։ Հա, պաշտոնանկություններ եղան աշխատանքից ազատման դիմումներով, հեռացումներով եւ այլն։ Ես ենթադրում եմ, որ հենց այդ process շարունակվելու է, այդ 5-6 պաշտոնյաև ինձ թվում է ոչ մի չի ավարտվելու։ Հիմա այդ էլ մյուս իրականություն է, այսինքն բաց էր, ես էլ կարող եի այդ թեմայով հետաքրքրվել, ասենք, չգիտեմ, ականջովս ընկնել, ես էլ կարող եի բարձրացնել, չեմ արել։ Ժամանակին արել եմ, հիմա չեմ արել եւ այլն։ Այսինքն այդքան միանշանակ չէ, այսինքն լրատվամիջոցների աշխատանքին, երբ ասենք հանրային գնահատականներ են երբեմն տալիս, այս խումբը, այն խումբը, ընդ որում ամեն մեկը իր տեսանկյունից, դիտակետից, ասում այ դու այս հարցը չտվեցիր, դու սա պետք է տայիր։ Լրատվամիջոցները հիմա այդ իմաստով հայտնվել են մանավանդ այս փուլում, հայտնվել են Խաչաձև կրակի տակ։ Այդպես է թե չէ, զգում եք այդ կրակը ձեր վրա։
Այո, մենք էլ այդ թիրախավորումների առանցքում կամ կենտրոնում ենք։ Մենք էլ ենք թիրախավորվում, մեզ էլ են թիրախավորում, այո, մեր գործունեության համար եւ ինչ ասեմ, այո, մեր լրատվական դաշտը հիմա ինչպես մեր հասարակությունը բևեռացված է եւ կան տարբեր խմբեր, որոնք ունեն լրատվամիջոցներ, որոնք պատվիրում են թեմաներ, պատվիրում են խոսույթը եւ լրատվամիջոցը գնում է դրա հետևից։ Մենք տարբեր դաշտերում, տարբեր բաներ, այսպես ասած, տարբեր տեղերում ենք հայտնվում, բայց պետք է արձանագրենք, որ լրատվական դաշտի լրատվամիջոցների ազդեցությունը դերը շատ բարձր է եւ ինչպես դուք մատնանշեցիք այդ դեպքը եւ դրա հետևանքով մենք տեսանք, որ քրեական գործի ընթացքը նախաքննության ընթացքը արագացավ, եղան ձերբակալություններ, կալանավորում, պաշտոնանկություններ եւ այլն։ Վերի դեպքը շատ կարևոր ու ես կասեի գրքերի, սերիալների եւ ֆիլմերի արժանի դեպք է եւ ես կուզեի, որ այդ թեմայով լինեին պոպ կուլտուրայի ժանրում շատ հենց հայրենական գործեր լրագրությունից անդին դուրս գային, որովհետև այդպես է պետք հասնել մարդկանց, որովհետև մենք խոսում ենք հանցագործության մասին, լատենտ հանցագործության մասին ծանր եւ այդտեղ հասարակության վերաբերմունք պետք է փոխվի, մտածելակերպ պետք է փոխվի, իրավական համակարգը, որը աշխատում է հետ է, ծախողված է, առաջին հերթին մտածելակերպով է ծախողված եւ այստեղ շատ ճանապարհ կա եւ այո Դե մենակ կներես էլի գեղամ մենակ քննչական կոմիտեի են հայտարարությունը ինչ ասես արժեր այո ի սկզբանե կասկածի տակ էր դնում բուժող երեխեքի այո այսինքն բառապաշարից սկսված եւ այդ թեմայով ամենաբարձրաստիճան պաշտոնյայի մեկնաբանությունը ինձ տարակուսելի է շատ հետո չփոխվեց խոսույթը բարեբախտաբար այդտեղ մենք լրագրողներս շատ գործ ունենք անելու ընդհանրապես դա նաև կրթության թեմա է եւ այդ տեսակետից մեր գործընկերոջ արածը շատ կարեւոր է բարձրաձայնել խոսել բացահայտել եւ այդտեղ ասենք բայցեր նույնիսկ չկան այս դեպքում ընդհանրապես չկան որովհետեւ այդ թեմա դա պետք է խոսվել է, գործ արվել է, բայց որ լատենտը նույնիսկ եթե հետևել եք թեմային, հետո էլ խոսում էին, ասում էին, բայց ուրիշ տեղեր է եղել, որ չի գրվել, եւ դա ըստ էության մենք կարող ենք գուցե պետք է նստենք քննարկենք, որ մենք որպես հասարակություն այնպես այնքան էլ տենց սպիտակ, թափանցիկ եւ տենց բարի չենք, որ մենք մեր դեպքերը ունենք, մեր բաները, կմախները ունենք, կներեք պահարաններին, որոնց մասին գուցե մեկ պետք է խոսել եւ դա գուցե կօգնի։ Այդ տեսակետից այդպես է։ Եթե խոսեմ լավ դեպքը ասես կհիշեք երկուստ էլ կհիշեք երևի 1 թե 2 տարի առաջ էր դեպք եղավ Երևանի կենտրոնում որ խեղտամահ էին արել մի աղջկա 17 տարեկան եթե չեմ սխալվում 16-17 տարեկան աղջիկ էր որը վարձով էր բնակվում հետո ես հիշում եմ հանրային արձագանքը թե այդ տարիքի երեխեն ինչ գործ ունի, ինչ իրավունք ունի, նախ մենակ ապրի, երկրորդը բռնաբարել էին նաև բխի էր կարճակնում։ Այսինքն երբ զոհին սարքում ես մեղավոր, այսինքն ինքը սադրել է, էս արել են արել, այսինքն մեր հասարակական ընկալումների մեջ գլոբալ իմաստով եմ ասում, հասկանալի է որ առողջ նորմալ մտածող մարդիկ կան, ցավոք սրտի մեծամասնություն չեն, բայց այդ խնդիրը կա Այսինքն եթե նույն վեդի վրա բարեբախտաբար իմ աչքով նման բան չի ընկել, բայց ասենք ես որ ակնարկներ լսել եմ, որ նման բաներ ասողներ են, բայց ինչ գիտեք չեն խափում, ինչ գիտեք իրանք չեն, ինչ որ
Հա, այդ թեման կա, ես եթե կարդանք վերջին 1-2 տարվա ընթացքում օրինակ գեյզուրգի ինքնասպանության հետ կապված ընդհանուր մեդիա արձագանքը LGBTQ համայնքի հետ կապված արձագանքները, եթե մի քիչ հեռու գնանք դեպքեր եղել, կարծեմ Գեղարքունիքում Արցախից եկած ընտանիքի աղջկա հետ եւ ես մեդիայի մի քանի շատ վատ արձագանք եմ տեսել այդ տեսակետից, այսքա հետ որևէ կապ չունեցող այդտեղ բոլորս անելիք ունենք։ Եթե խոսենք բան թիրախավորվելու մասին, այո, լրագրողները տարբեր խմբագրություններ, տարբեր կողմերից թիրախավորվում են։ Ընդ որում վատը այստեղ այն է, որ բացասականը այն է, որ շատ դեպքերը, երբ որ թիրախավորվում են նաև միանշանակ որակյալ եւ ստանդարտներով աշխատող խմբագրությունները եւ այդտեղ գուցե պետք է խոսել եւ լրացուցիչ հասկանալ լրատվական դաշտը հայհոյողի համար սկզբունքորեն մենք բոլորս մի սահարիկատաղ ենք, մի քիչ ավել, մի քիչ պակաս, բայց այսինքն երբ ինքը գնում այդ էքսկավատորով անցնելու տրամաբանությամբ, որ լրատվական դաշտը լավը չի եւ այլն, սկզբունքորեն դա տարանջատում չի դնում, խոսքը Հասմիկ Համբարձումյանի, Եղան Վարդանյանի, թե Լևոն Սարդարյանի մասն է։ Սաղը դետեք։ Բայց դեպքը, որի մասին խոսում ենք, որ դուք բերեցիք օրինակ Վեդիի դեպքը, շատ կոպիտ ասած, թիրախավորումներից, քննադատություններից եւ հարձակումներից այն կողմն է անդին, այնտեղ ընդհանրապես խոսելու բան չկա այդ տեսակետից իմ կարծիքով։ Հիմա տեսեք, բայց քանի որ մենք հասարակական անկալումների մասին ենք խոսում, ինչ փիլիսոփայական այսպես երանգ տամ մեր զրույցին։ Տեսեք, լրատվամիջոցներին որ անտիկ ժամանակներից մինչև մեր օրեր, այնպես բարբերաբար մեղադրել են շատ ու շատ վատ բաների համար։ Եթե մի քիչ ավելի այսպես ժամանակակից կյանքի մասին մեր խոսենք, Սերժ Սարգսյանը հիշում եք, չէ՞, որ ասում էր գաղջը դուք եք ստեղծում։ Այդ դրամաբանությունը, այսինքն լրատվամիջոցների նկատմամբ, լրագրողների նկատմամբ այդ վերաբերմունքը հիմա էլ չի փոխվել։ Կապ չունի, հիմա ով է դարձել իշխանություն, ով է դարձել անդիմություն, հա, երբեք չես կարող բոլորի քնքին հաճելի տեղեկություն տալ եւ դրանք առաջացնում են էմոցիաներ եւ կանխակալ վերաբերմունք։ Ընդ որում մարդկանց շրջանում ինչ-որ մի բան զգուշացնեմ, ավելի ճիշտ տեղեկացնեմ, եթե հանկարծ լրագրողը որ բոլորի քիմքին հաճելի է դառնում, այդ ոչ մի լավ բանի մասին չի խոսում, իմիջայլոց է ասեմ իմանաք։ Հիմա եկեք մի հատ sense абսուրդային իրավիճակ ստեղծենք մենք մեր համար, այս երեքով մի հատ նոր տիեզերք հորինենք մեր համար, պատկերացրեք կամ այն մարդիկ, որոնք ասում են, որ լրատվողներն են, լրատվամիջոցներն են, այ պատկերացրեք վաղ առավոտյան Հայաստանի Հանրապետության քաղաքացիները արթնանում են, վաղ առավոտյան ոչ մի լրագրող չկա, ոչ մի լրատվամիջոց չկա։ Մենք ենթադրենք, այնպես որոշել ենք, որ վաղը կամ 2 օր շարունակ գնացել ենք, չգիտեմ, Արագածի շուրջ բարի ենթադրենք, չենք աշխատում ոչ մեկ։ Հիմա դա ինչի է բերելու, դա հանգեցնելու է քաոսի, թե դա դառնալու է քաոսի ավարտ։ Ունակած ձեզ, եկեք ինչ փիլիսոփա ենք, պատկերացեք կոնյակով ենք հիմա ասում։ Լևոն ջան, դա բերելի է նրան, որ դատարկ տեղը լցվելի է, շատ արագ։ Իմ կարծիքով։ Դատարկ տեղը սուրբ տեղը դատարկ չի մնում, չեմ ասում եք սուրբ։ Դատարկ տեղը շատ արագ լցվելի է։ Ես հույսեր ունեի, բայց չի կարող մեդիան չլինել, որովհետև եթե վերադառնանք ակունքներին կամ դասական թե ինչա ժողովրդավարությունը, իսկ մենք ընդ ժողովրդավարական պետություն ենք, այդ մեդիան այդ զսպումների մեխանիզմը ապահովող, զսպումների եւ բալանսների մեխանիզմը ապահովող կարևոր ինստիտուտ է եւ նաեւ ինստիտուտ է, որը անընդհատ պետք է իշխանությանը հիշեցնի, որ իրենք սխալական են եւ հասարակության խնդիրների մասին խոսի եւ ընդհանրապես մեզ բոլորիս հիշեցնի, որ մենք սխալական ենք, իրավունք ունենք սխալներում սխալները ուղղելու եւ այդ տեսակետից օգնի մեզ որոշումներ կայացնել, այսինքն այդ եթե չլինեն լրագրողներ, մանավանդ հիմա որ ասում ես լրագրողներ պետք է մի հատ ճշտենք, ում նկատի ունենք, այո, հիմա բոլոր ու այդտեղը ընդհանրապես դատարկ չի մնալու։
Եվ այդ հասկանը լավ մի քիչ բարդացնեմ խնդիրը, պատկերացրեք առավոտը։ Բայց ես դեմ չի լինի։ Առավոտյան ինտերնետ չկա, կապի միջոցները անջատվել են, այսինքն այդ հեռարձակման, նույնիսկ այդ սուրբ տեղը լցնելու տարբերակն էլ չկա, այսինքն չկան մարդիկ։ Այն սկսում են փչացած հեռախոսի տրամաբանությունը հարևանին։ Իսկ զոմբիները ուր են։ Նկատեմ ապոկալիպտիկ սցենարի եք ասում։ Մոտավորապես տենց մի բան, ասենք, պատկերացեք մի օրով, ասենք, տենց մի հատ ապոկալիպսիսի բան ենք գծում մեր համար, նախանշում ենթադրենք, հա, զոմբիներն էլ, ասենք, չգիտեմ, ասենք, մեկ ուղներից դուրս են գալու։ Քո սահմանացի մեջ մի հատ շատ բարի բան կա։ Այդ ժամանակային մի օրովը, եթե գիտես մի օրովը գլուխ կանես։ Այ եթե ավելի երկար է ապոկալիպտիկ է։ Քաոսը խուսափելի։ Քաոսի է չէ բերել։ Ես այդ ինչի համար այդ հարցը տվեցի, որովհետև էլի եմ ասում, քանի որ մենք այտենց ամենահեշտ թիրախներից ենք ընդվորում, լրագրողները նկատի ունեմ։ Ընդ որում, երբ մենք ինքներս մեզ քննադատում են, մեկ այդ ամեն ինչ մի քիչ սխալ է ընկալվում, այդ նշանակում է, որ այ գիտեք ինչ կա, չնայած հանուն արդարության պիտի ասեմ, որ հա լրատվամիջոցների բևեռացումը բերել է նաև որոշակի ներքին թշնամանքի։ Այսինքն, եթե ժամանակին, երբ մենք տակավին երիտասարդ ենք կհիշես, մենք ինչ որ տեղ էինք գնում, մենք նստում էինք նույն սեղանի շուրջ, ուրախանում էինք, մենք իրար խնդիրները գիտեինք եւ աշխատանքային, հա։ Դու դες համատաբար մի քիչ ավելի հետևից եկող լավ իմաստով սերունդ ես։ Հիմա ես իմիջիալից վերջերս մի քանի անգամ տեղ եմ գնացել լրագրողների հետ, այդ չկա։ Մինիմալացրել են իրար հետ շփումները։ Ասենք եթե ժամանակին մենք գնում ենք մաֆիա ենք թեկուզ խաղում իրար, չեմ ասում սեղան ենք նստում, դա էլ չեն անում։ Գիտեք հիմա ոնց է, երբ դու չես կիսում իր հայացքները, իր մոտեցումները, դու արդեն իրեն հակադիր բևեռում գտնվող մարդ ես համարվում եւ արդեն հայտարարվում ես թշնամի եւ սկսում են արդեն հեռանալ քեզանից եւ դու իրենց խմբակի կամ խմբի մեջ չես մտնում, հեռացվում ես։ Այդպես է հիմա աշխատում, այսինքն չգիտեմ, դա ինձ թվում է այսինքն այն սկզբունքը, որ լրագրողը պիտի այնուհանդերձ առաջին սկզբունք, որպես ընդունի հասարակությանը ծառայելը, չի աշխատում։ Գնացել է երրորդ, չորրորդ լավագույն դեպքում եմ ասում, պլան, հա։ Եվ երբ դու ասում ես, որ քեզ համար կարևոր է, օրինակ, հանրային տարածքում չխախտել էթիկան, լինել զուսպ, լինել կոռեկտ, չարտահայտվել, չգիտեմ, ցույց չտալ քո դիրքորոշումները, դու համարվում ես պրոիշխանական եւ դա արդեն խնդիր է հարուցում։ Եվ հակառակը։ Եվ հակառակը, հա, նայած որ կողմից էլ վերակշել, չէ։ Բայց հա, իրոք լրագրողներին թիրախավորելը ու հարձակվել լրագրողների վրա հեշտ է, եղել է միշտ եւ կարծում եմ, որ ասում միշտ նկատում եմ այնքան ինչքան եղել է մարդկությունը եւ լրագրությունը կամ մեդիան որևէ ձևով, ասենց ասեմ, եւ կլինի, բայց ինք դրա համար էլ լրագրողները տարիների ընթացքում, տասնյակ տարիների ընթացքում մշակել են, ասենք, իրենց վարքի կանոններ, ստանդարտներ եւ այլն եւ շատ կարեւոր է որ այդ աշխատանքը մենք շարունակենք եւ Հայաստանում այն պակասները որ կան ստանդարտիզացիայի, էթիկայի կանոնների, մեր խնդիրները քննարկելու, բացնելու հասարակության առաջ մենք ենք սխալական, մեր սխալները քննարկելու եւ այդ սխալների վերաբերյալ հավասարակշռված ճիշտ հեռանկար ունեցող եւ ամենակարևորը թափանցիկ ու երևացող որոշումներ ունենանք եւ դա կատարվում է այդ process-ը եւ անկախ այս ընտրական շրջանից, ընտրություններից հետո դա մեր դաշտի համար կարևոր գործ է, որ անում ենք եւ կանենք։ Եվ այսպես եզրափակելով, այսպես քանի որ ստացվեց, որ հորդորների դրամաբանությամբ գնացինք, ես շատ եմ խնդրում մեր համակարգացիներից միշտ հիշեք, երբեք մի մոռացեք, որ մենք նույնպես ձեր համակարգացիներն ենք, լրագրողները նույնպես համակարգացիներն են, որոնք միգուցե երբեմն չափազանց սուր, միգուցե շատ գունավոր,
բայց ներկայացնում են այն խնդիրները, որոնք կան Հայաստանի Հանրապետությունում, եւ այն խնդիրները, որոնք առնչվում են յուրաքանչյուրիս հետ, այսինքն եթե այս խնդիրը ներկայացնում եմ, նշանակում է ես էլ դրա հետ կապ ունեմ, ինչ որ ձևով դա ինձ հետ էլ առնչվում, այս քանով կամ այնքանով, եւ ես հասկանում եմ, որ մենք ունենք գործընկերներ իհարկե կամ մարդիկ, որոնք իրենց համարում են մեր գործընկերը, որոնք ունենք ռնգեղջուրի կաշի, ինչ ուզում ես ասա, բայց ես կարող եմ նաև այլ դեպքեր բերել, որոնք հեչ լավ բանի մասին չեն խոսում, ընդ որում գնահատականների իմաստով եմ ասում, լավ բանի մասին չեն խոսում, որ մարդիկ կոտրվել են, ջարդվել են, դուրս են եկել, իսկ իրենք շատ լավ լրագրողներ են եղել, ու ցավոք սրտի իրենք ուղղակի հեռացել են դաշտից, որովհետև չեն դիմացել են ահռելի ճնշմանը, որ երբեմն հանիրավի ջարդվում է լրագրողների գլխին։ Բայց ճնշման իմաստն էլ հենց դա է, որ լրացնի քեզ։ Այսպես ասեմ, առաջնորդողների, հա, բայց հետևորդների չէ, հետևորդները որպես կանոն որ ալիքի վրա սկսում են գնալու հարցակվել այս կամ մարդու վրա։ Հա, չէ, թիրախավորողներին, դրա համար եկեք նախ եւ առաջ սովորենք ինքնուրույն մտածել, հասկանալ մենք ենք այդպես մտածում, թե մեզ ուղղորդում են ինչ որտեղ։ Շնորհակալություն զրույցի համար։ Հասմիկ Համարցումյան, Փաստերի ստուգման հարթակի խմբագիր եւ Գեղամ Վարդանյան, Մեդիա-Եմ գլխավոր խմբագիր, ես Լևոն Սարդարյանն եմ հանրային ռադիոյից եւ կհանդիպենք էլի հանրային ռադիոյի եթերում մեկ շաբաթից էլի այս ժամին։ Շնորհակալություն եւ հաջողություն։